Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ իհարկե նախ եւ առաջ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, պիտի ասեմ, որ այսօր իսկապես շատ հետաքրքիր մի հյուր ունենք, ով առաջին անգամ է մեր տաղավարում, բայց քանի որ այնքան հետաքրքիր անձնավորություն է, կարծում եմ առաջիկայում դեռ կլինի նման անձնավորության հետ եւս մեկ անգամ հանդիպելու, քանի որ նա այս անգամ մեզ հյուրընկալվել է որպես համահայկական ճակատ կուսակցության ավականու անդամ թիմ առաջիկա ընտրություններում Զենֆերա Հովսեփյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Զենֆերա, նախ առաջին անգամ եմ հանդիպում Զենֆերա անվանը, դուք հետո երևի առիթով կասեք, թե ինչ է դա, ոչ Զենֆերա, այլ Զենֆերա։ Եվ իհարկե ամենակարևորը, որ ես իմացա, դուք առաջադրվել եք ավականու անդամ լինելով բավականին մեծ ընտանիքի մայր, 6 երեխաների մայր եք, եւ տարբերությունը մեծի ու փոքրի 20 տարի է։ Դուք հերոս կին եք փաստորեն։ Այ, գիտեք, պարոն Ղուշյան, այս հերոս ասելով, նախ ինձ համար 6 երեխան ընդհանրապես թիվ չի, ոչ էլ շատ են, մեկը էլի մենակ ենք, որովհետև ամենադժվարը երեխաների մինչև 10 տարեկանն է, որ պետքա կարողանաս կազմակերպես, հասկանաս, եթե դու գիտակցաբար քո երեխային կյանք ես տալիս եւ ամեն ինչ անում ես, որպեսզի նա այս կյանքում իր տեղը ճիշտ գտնի, 6-ն էլ լինի, 10-ն էլ լինի, շատ քիչ են։ Հատկապես մեր ազգի համար բազմազավակ ընտանիքը դա ոչ թե պետքա զարմացնի, այլ դա պետքա սովորական ընդունվի, որովհետև պետքա զարմացնի 1-ից 2 երեխա ունեցողները, որտեղ մենք արդեն իսկ գնում ենք դեպի էթնիկ կործանում, ինչը դա անընդունելի է, որովհետև մենք ժառանգորդն ենք աշխարհի հնագույն ազգերից մեկի հայ ազգի եւ յուրաքանչյուրս պարտավոր է, որպեսզի այս ազգը, որ եկել հասել է 21-րդ դարի ամենալուսավոր դարը, պայքարելով, մաքարելով այս կյանքում իր տեղ ունենալու, իր ապրելու իրավունքը, ի տարբերություն այլ ազգերի, մենք ամբողջ դարերով մենակ պայքարել ենք ընդամենը մեր հողի վրա ապրելու իրավունք ունենալու համար, ինչը եւ այսօր ենք անում, ինչն էլ ինձ ստիպել է, որ հայտնվեմ համահայկական ճակատ կուսակցությունում։ Այ ինչու որ դուք ասենք որոշեցիք վաղարշապատի ասենք համայնքի ավականու թիմ ընտրություններում ներկայացնել հենց համահայկական ճակատը, ինչն էր պատճառը։ Նախ ասեմ, որ ինքս բավականին ակտիվիստ բառը չեմ սիրում ասել, ուղղակի չափից շատ սիրում եմ հայրենիքս, չափից շատ այդ թասիբը հայի իմ մեջ կա եւ երբ ես իմացա, որ կա այդպիսի կուսակցություն, որտեղ ոչ նախքին կա, ոչ ներկա, շեշտում եմ, եւ ամենակարևորը, որտեղ կա ճակատամարտը հաղթած հերոսներ, բոլորը սպաներ են, իդեմս պարոն Կարապետյանի, ով 500, ավելին չեմ ուզում ասեմ, 500 ավել ճակատամարտում ունեցել է, չի ունեցել ոչ մի զոհ, չի ունեցել ոչ մի գերի, դա արդեն խոսում է մարդու պրոֆեսիոնալիզմի նվիրված հայրենասեր լինելու մասին, ինչը եւս ինձ որպես շարքային զինվորի կիս, որովհետև ես ինքս նույնպես հայոց ազգի զինվոր եմ, իմ ազգի զինվորն եմ, պարտավորեցնում է նման հրամանատարի հետևից գնալ։ Դուք նկատի ունեք Արշակ Կարապետյանին։ Այո, Արշակ Կարապետյանին։ Դե ասեք, մարդիկ ասում են Կարապետյան շատ կան, բայց հա, ներողություն, մոռացել էի, որ ուրիշ Կարապետյաններ էլ կան։ Արշակ Կարապետյանի նկատի, որով ներողություն, պարոն Ղուշյան, բայց չէ որ միայն գեներալ Արշակ Կարապետյանն է 500 ունեցել եւ
ավել մասնակցություն այո իսկ մնացած Կարապետյանները կամ բիզնեսի են կամ չգիտեմ ինչով են զբաղվում քաղաքականության մեջ են բայց ոչ երբեք առաջի գծում եւ պատերազմում զինվորի կողքին այնպես որ իմ ասած արդարացված է որ հանգիստ ասեցի պարոն Կարապետյան Դուք նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտպանն եք ինչու ասենք այդ ոլորտը ձեզ որովհետև իմ երկրորդ բալիկը ծնվել է պերինատալ էնցեֆալոպաթիա մազգավայա մոտորնայա задержка 2004 թվականին ես ինքս ամփորձ մամա լինելով կանգնեցի մի փաստի առաջ որ իմ աղջիկը որ պետք է ծնվեր շուտով լինելու էր առողջական նման խնդրով բախվելով կյանքի մենակ պայքարի ճանապարհին հասկացա դառը իրականություն որտեղ ցավոք սրտի նմանատիպ երեխաները իրանց ընտանիքների կողմից ոչ բոլորն են ընդունված եւ հատկապես խոցելի են երեխաների մամաները Շատ հիվանդանոցում երկար տարիներ իմ երեխան բուժվել է եւ պատկերացրեք շատ են ես այդ ամբողջ շատ ասելու մեջ չեմ այնքան քիչ եմ տեսել պապաներ որ մամաների հետ պայքարել են Ինձ պիտի ասեք, այ հաշմանդամության կենտրոնի մասին խոսեցիք, եթե դուք ավականու անդամ անցնեք դիմընտրություններով, ինչ փոփոխություններ, ինչ ծրագրեր ունեք կապված այդ կենտրոնի հետ։ Ուրեմն, ինչպես ասեցի, 21 տարի արդեն ես այդ ոլորտը ամեն օր սկզբից իմ համար իմ մայրամիկներ Իսկ հիմա ես բոլոր, ովքեր Հայաստանում որքան հաշվանդամ կա հիմա թիվը չեմ կարող կոնկրետ ասել, բայց իրանցից յուրաքանչյուրն իմ մայրամն է, անկախ իր տարիքից։ Իսկ այդ նշանակում է, որ ես իրանց համար կյանքս կտամ, որպեսզի իրենց կյանքը լավ լինի, որակով լինի։ Ուրեմն նախ ասեմ, որ նմանատիպը չունեցող այսօր Զվարթնոց համայնքում, մեր մարզում, մեր հենց համայնքում գործում է երջանկության ճանապարհ հաշվանդամների կենտրոնը, որտեղ 18 տարեկանից բարձր մինչև 65 տարեկան հաշվանդամ մարդիկ գնում են հիմնադիրը եւ ստեղծող ամերիկահայ մեր հայրենակիցներն են գործադիր տնօրենը Գուրգեն Զուռնաչյանը եւ Արևիկ Մարտիրոսյանը ով որ 88 թվից երազել է որ մեր հայերը լինելով Ամերիկայում ինքը ծրագիր ամերիկյան է որտեղ հաշվանդամները ունեն այսինքն առավոտյան ժամը 8-ին մեքենան գալիս է տնից տանում է եւ այդ մարդիկ ինքնաձևավորվում են այսինքն իրանց չեն վերաբերվում համանախապակություն ունեցող մարդկանց իրանց չեն վերաբերվում որ հաշվանդամ են ուրեմն բեռ են ոչ իրանք բեռ չեն իրանք այնտեղ սովորում այնտեղ իրանք նախ ինքնակազմակերպվում են սովորում են արհեստ արվեստ սովորում են ինքնուրույն խոհանոցից օգտվել պատրաստել սովորում են նաև ինքնուրույն գնումներ կատարել ինչը մտավոր խնդիր ունեցող մարդկանց մոտ լուրջ խնդիր է Չեք պատկերացնի տարիների ընթացքում ինչքան բաներ եմ հանդիպել, ինչքան անարդարություն եմ տեսել մեր հասարակության կողմից, որը ինձ միշտ ստիպել է անեմ ամեն ինչը իմ հնարավորության սահմաններում է։ Գրել եմ մարզպետների, գրել եմ առողջապահության վարչության պատասխանատուների երեխաներ, որոնք չունեն տարական, այսինքն ծնողները չգիտեն երեխայի բուժումը կազմակերպել, երեխայի հաշվանդամության կարգը կազմակերպել ամեն ինչ արել եմ այդ արել եմ ես փառք Աստծո որ այդ Facebook-ը կա սոցիալական կայքը իրան միջոցով կարողացել եմ իրականացնել իսկ այ 5 տարի առաջ երբ բացվեց Հայաստանում երջանկության ճանապարհը որտեղ արդեն չափահաս հաշվանդամը պաշտպանված է դա իմ երազանքն է եղել ես այդ մասին բարձրաձայնել եմ եւ նախարարությունում մեր առողջապահության կրթության առաջարկել եմ իմ աշխատանքը, որովհետև ինձ նման մամաները չունեն բժշկական կրթություն, բայց մենք այսօր եւ հոգեբան ենք, եւ բժիշկ ենք, եւ սոցիալական աշխատող ենք, որովհետև կյանքը մեզ ստիպում է, որ ուժեղ լինենք ու մեր երեխաներին
պայքարենք, իսկ այդ երեխաները հետագայում մարդիկ են, որոնք պետք է ինտեգրվեն մեր հասարակությանը։ Ես 100 տարի չեմ ապրել ու այդ միտքը, որ մտածում էի հաշվանդամ արդեն չափած մարդիկ փողոցում են հայտնվում, ինձ ուղղակի հանգիստ չէր տալիս։ Իսկ հիմա այնքան հանգիստ եմ, որ կա երջանկության ճանապարհը, որտեղ մարդիկ, ես երեխա եմ ասում, բայց այնտեղ ամենամեծ երեխան 46 տարեկան է, որովհետև իրանք իրոք երեխա են։ Բարձր։ Եթե դուք ասեցի ընտրվում եք այդ թիմ ընտրություններում հավաքանու անդամ, վաղը շաբաթ համայնքի ազգաբնակչության համար ինչ ծրագրեր ունեք։ Նպատակս մեր նախ ազգաբնակչությունը ունի երևացող եւ ես կխոսեմ աներևույթ, բայց շատ սուր խնդիրների մասին, որ տեսնում եմ նախ որպես ծնող։ Ճիշտ է, երեխաներս մեզ մոտ դպրոց Հայաստանում չեն սովորում եւ մեր հասարակության հետ այդ առնչությունը չկա, բայց այսօր մեր վաղաշաբաթում եւ բոլոր տեղերում կա շատ ցավոտ իրականություն, անչափահասների բարձի թողի թողված վիճակը, որը պետքա պարտադիր, այսինքն գործում է կենտրոն ոստիկանության, որտեղ պետք է 24 ժամով լինի հսկողություն անչափահասների, խոցելի, ոչ թե որ բռնեն, տանեն, երեխային վախացնեն, այլ որպեսզի երեխա անընդհատ հետևելով նման խնդրով երեխաներին մենք կարողանանք իրենց ճիշտ ճանապարհի բերենք, չհասցնենք նրանք, որ այդ երեխան այսօր փողոցում ծխում է, վաղ ինչ-որ հանցագործ գրուպաներում, որտեվ եթե ծնողը չի հետևում, որ իր 13 տարեկան երեխան դրսում ծխում է ու դա նորմալ է համարում, այդ երեխան նաև այդ ծնողը նաև նորմալ է համարելու, որ 17 տարեկանում, 18 տարեկանում հանցագործության հետևով գնալու։ Իսկ ինչ է լինելու, եթե մենք այսօր 13 տարեկան տղայի ձեռքը, աղջկա ձեռքը բռնենք ու չթողնենք, որ ինքը իր կյանքը կործանի, 18 տարեկանում ոչ թե կունենանք հանցագործ, այլ կունենանք շատ խելացի, շատ կիրթ ու դաստիարակված հասարակության անդամ, համայնքի բնակիչ, որը ինչի չէ, որ այդ երեխան վաղվա մեր սերունդ տվողն է, իսկ ինչի իր առողջությամբ չզբաղվենք։ Համայնքը պետք է ունենա սովետական ժամանակ, ես հիշում եմ, ունեցել ենք ատրիզվիծիլներ, այսինքն թարմեցնող տեղեր, հարբեցող մարդիկ, որոնք հարբեցողությամբ են զբաղվում, փողոցում են ու իրոք անհանգստացնում են, իրանք չեն գնում կռվում, բայց մարդկանց տհաճ է անընդհատ հարբեցող մարդկանց, որpիսի մենք ունենանք թարմացնող կենտրոններ, որտեղ մարդիկ մեկ անգամ հայտնվելուց հետո կլինեն արդեն ուշադրության կենտրոնում, 1-2 անգամ, եթե մեր միջոցներով չկարողացանք մարդուն հետ բերել դեպի առողջ կյանք, կարողանանք արդեն իրան ուղարկենք համապատասխան կենտրոն բուժում ստանալու։ Եվ դա նույնպես հասարակության առողջացման համար գնացող է։ Ես ինչպես ասեցի հաշվանդամներին, տեսեք 21 տարեկան է իմ երեխան, փաստորեն ես նոր եմ իմացել մոտավորապես մի 2 տարի առաջ, որ կա հատուկ հանձնաժողով հոգեբարձուների, որոնք իբրև թե զբաղվում են հաշվանդամություն ունեցող մարդկանց։ Մեզ անընդհատ բերում են մեջտեղ, որ դու գիտեք, մենք Եվրոպայում այդպես ենք անում, ախպեր, դու Եվրոպայի հետ մի համեմատվի, դու նախ հələ սկսի հաստիկ ես առանձնացրել, որտեղ մարդը աշխատավարձ է ստանում, եթե ինքը չգիտի տվյալ ընտանիքում իմ երեխան հաշվանդամա, իր տան մեջ, իր հետ ես ոնց եմ վարվում, ինքը ոնց պիտի մեր երեխու իրավունքները պաշտպանվի, ու ինչքան հաշվանդամ մարդիկ են այսօր անտեսվում։ Այո, Զենֆերը, չխառնեմ Զենֆերը, այսօր ձեր համայնքում վաղաշաբաթ ակտիվ այսպես քարոզարշավի շրջան է, մարդիկ ակտիվորեն մասնակցում են քարոզարշավին, այդ ընթացքում ինչ բաց թողումներ, խախտումներ, կեղծիքներ, մի խոսքով խնդիրներ եք։ Տեսեք, բառից բուն իմաստով բացահայտ իշխանամետ իշխանական ուժերը օգտագործում են իրենց բոլոր լծակները, որպեսզի քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ լինի։ Տեսեք, մարդիկ, ովքեր աշխատում են պետական ապարատներում, արդեն իսկ հրահանգված է, թե ընտանիքից քանիսն են գնալու ընտրության։ Ես չեմ վախենում, որպեսզի նման հայտարարություններ անեն,
պատասխանատվությունը ամբողջությամբ կրում եմ։ Մարդիկ վախենում են տեսախցիկի առաջ խոսելուց, որովհետև իրանք պատկերացրեք, եթե մաքրուհին դպրոցի վախենա իր կարծիքը հայտնի, դպրոցը անմխիթար վիճակում է, դպրոցը ահավոր վատ վիճակում է, դպրոցը բուֆետ չունի, որ երեխաները գնա, ամբողջությամբ ցեխաջրի սեզոնը գալիս անձրևային, երեխեքը ցեխաջրի միջով պետք է անցնեն, որ դպրոց գնան, բայց դպրոցի տնօրենն ու ուսուցիչը վախենում են այդ մասին բարձրաձայնեն, իսկ հավաքարարը, որ գալիս է այդ մասին բարձրաձայնի, հետո վազելով հասնում է մեր հետևից, որ իրա նկարներն ու վիդեոն ջնջենք, այդ ինչ է խոսում, բառից բուն իմաստով, վախի մասին։ Եթե այս մարդիկ վախի մեջ են ապրում, որ իրանք պետք է ասում է, ես 2 եթիմ եմ պահում։ Ու այդ կնոջից ես չեմ կարա նեղանա, որովհետև իրոք ինքը կարա գործից կտրվի, իսկ ես այդքան հնարավորություն չունեմ։ Այսինքն մարդկանց իրենց հայացքների համար կարող են ազատվել, ոչ թե կարող են, այլ ազատում են աշխատանքից։ Եվ դա ինչ։ Եվ դա Նիկոլի թիվն է։ Նիկոլը, որ խոսում էր բոլորին խոսքի իրավունքից, հենց իրան ես ասել եմ։ Թաթերը թեռու կպահես իմ հաշվանդամներից։ Իսկ այսօր իրանց թեթև ձեռքով կենտրոնը, որ տվել են հաշվանդամներին, ասում են պետք է դուրս գաք կամ էլ վճարեք։ Այսինքն հաշվանդամ մարդը այսօր մի հատ կենտրոն ունի, որը հանրապետությունում չէ, ամբողջ, անգամ Ռուսաստանը նմանատիպ կենտրոն չունի, ինչը որ մենք կարողացել ենք փոխանակ պետական աջակցություն լինի, ավելին այդ մարդկանց ասում են դուրս արի։ Էլ ոնց կարա առողջ մարդը իր այս նմանատիպ երկրում խոսքի ազատություն չի, ինքը ընդհանրապես իր նման անառակաբարո կեղտոտ մտքերով մարդկանց ազատություն տվեց։ Եթե մարդը այսօր գլխատում է հայ առաքելական եկեղեցին, ինքը այնքան սրբապիղծ է, որ կարողացավ մտնի հայ առաքելական եկեղեցի, տարաձայնություն մտցնի, հոգևորականների շարքից հանի, իսկ այդ հոգևորականները առաջին հերթին երիտասարդ ջահելներ են, մեծ չեն, որ փորձ ունենան, ու ով ասեց, որ բոլորն ունեն այդ կամքի ուժը, որ այդ գայթակղությանը դիմանան։ Այո, տխուր բաներ։ Ինքը սենց մի հատ ամեն ինչ, ախր գիտեք, պարոն Ղուշյան, տեսեք, հիմա մենք խոսում ենք մի բանից, մի հարցից մեկն ես վազում, որովհետև ինքը սենց մի հատ շիլա շփոթ արե, մի խնդիր չի, որ այդ խնդիրը վերցնես, դնես բարձրաձայնես, արծածես եւ ասես, այս խնդիրը եկեք հավաքվենք լուծենք, ինքը մետատած չարորակ քարսկեղի նման հավաքել է, հիմա մետաստազները տարածած է ու չգիտես, եթե դու տերել կանգնես, նախ մեռնում է այդ մարմինը, իրոք մեռնում է, իսկ այդ մարմինը մեր հայրենիքն է, իրա մետաստազները ամեն տեղ է։ Ու ինչքան էլ հիմա քիմիա տանք, ճառագայթ տանք, մենք պիտի չգիտեմ ինչեր անենք, որ կարողանանք այդ մեռնող մարմինը վերականգնենք, իսկ այդ մեր հայրենիքն է։ Ախր ամեն տեղ է ինքը մտել, ինքը միակ տեղը, որ մնացել էր այդ եկեղեցիներ, այդ պիղծը անգամ ընդեղ գնաց։ Զենֆերա, շատ համարձակ եք խոսում։ Ես իմ ասածների պատասխանատվություն ասեմ, որ քիչ չեն իսկ քննադատում, վարքաբեկում, ամեն բառ ասում, բայց ես մարդ պետքա պատվով մեռնել էլ իմանա, մահը բոլորինս է։ Այո, ճիշտ է։ Մարդ պիտի ազնիվ լինի ամեն հարցում։ Նախ ես վախենում եմ միակ բանից վախենում եմ, դա դժոխքում հայտնվելն է, սարսափում եմ։ Ու հույս ունեմ, որ ողորմություն կգտնեմ Աղեղ դատաստանին, ողորմություն կգտնեմ, թե չէ ոչ մի բան ինձ չի վախեցնում։ Այսինքն ես լռեմ մենակ նրա համար, որովհետև ինձ կարող գրողի ծոցը թող գնան բոլորը։ Այսօր համահայկական ճակատ կուսակցությունը ձևավորվել է, որի համար պարոն Արշակ Գրիգորյանին շատ շնորհակալ եմ։ Ինչի համար, որովհետև այնտեղ գտնվող յուրաքանչյուր պահեստազորի սպա այսօր իր ամբողջ կյանքը, ոչ միայն կյանքը, այլ ամբողջ իր առողջությունն ու ներուժը, մարդիկ ովքեր որ իրանց պարտքը տվել են հայրենիքին, հերիք չի, առողջական լիքը խնդիրներ փունջ փոխարենը վերցրել են, այս տվածի փոխարեն առողջական լուրջ խնդիրներ են վերցրել, այսօր որ պիտի իրանց պատվավոր հանգիստը վայելեն, որովհետև իրանք իրոք այդ վաստակել են, այսօր եկել են մտել են քաղաքական դաշտ, որը երբեք չեն իմացել։ Զենֆերա, իսկ ինչպես ես պատկերացնում այն պայմաններում, երբ ասենք ձեր կուսակցության ներկայացուցիչը դառնում է Էջմիածին
եւ շրջակա գյուղերի այդ համայնքի ղեկավար, դուք էլ ավականու անդամներ, ապագան ինչպես ես տեսնում։ Ես իմ սոցիալական էջերում առաջի անգամ երբ սենց ոգևորված երբ իմացա, որ իմ երազանքը, որի համար ես պատկերացնում եք 2023 թվականի 24 թվականին Բաղդադ Սրբազանի շարժման ժամանակ ասեցի իմ հարցազրույցում որ տվեցի, որ այո, ես վաղուց եկել եմ այն համոզման, որ երկիրը պետքա պարտադիր լինի դիկտատուրն, այսինքն զինվորական պետքա լինի այս երկրի իշխանությունը, այսինքն քաղաքականություն ասվածը գնում է մի կողմ, պետությունն է, բանակը եւ եկեղեցին դառնում է մեկ կառույց, մեկ ուժ, մեկ կորիզ, որից նոր բողբոժներ պիտի տա, մինչեւ այս երկրում չլինի դիկտատուրա, մինչեւ այս երկրում չլինի ճանապարհ անցած զինվորական, երբեք այս երկիրը երկիր չի դառնա, մինչև չհրամայես այս մարդկանց, որ տղա ջան, աղջիկ ջան, խոսալուց առաջ մտածի, որ քո խոսքերի համար պատասխան պիտի տաս, ամեն պատահած մեկը չի դառնա քաղաքական գործիչ ու հիմար դուրս տա, ու մարդկանց կյանքեր կործանի։ Բերանից դուրս եկած խոսքը դա սրի է նման, դա նետ աղեղի է նման, դուրս եկավ հարվածը, խոսեցիր դու տերից ատամները նրա համար է որ փակեն, հոմենակ խոսելով չի։ Հոմենակ պետքա սովորի այս ժողովուրդը, որ նաև պատասխանատվություն պիտի կրի իր ասածների ու արած քայլերի համար։ Դե եւ ուզում եմ վերջին ավանդական հարցը տամ, ինչ բարեբախտանքներ, ցանկություններ ունեք ձեր ընտրողներին։ Մեր ընտրողներին բոլորին սիրելի Վաղարշապատի եւ Խոյ համայնքի բնակիչներ, խնդիրները շատ են եւ ամենակարևորը բոլորդ հուսախաբ եք, կոտրված եք, բոլորդ մի նպատակ ունեք ազատվեք ՔՊ կոչված քարսկեղից։ Ես ձեզ խնդրում եմ ձեր ընտրություն նախ բոլորդ ներկայանաք ընտրությանը, որովհետև 21 թվականի ընտրությունը հաղթեց, որովհետև մարդիկ չեկան ընտրության, իսկ ով էլ եկավ իրանց կողմից եկան։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ բոլորդ ներկա եղեք ընտրությանը, որպեսզի կարողանանք ոչ հասել ազգադավ, դավաճան, հողատու, սրբապիղծ, եկեղեցա ուրած ներկա իշխանություններին եւ այս անգրագետներին բոլորին իրանց տեղը ցույց տանք։ Ծիծեռնակը, արվետաբեր ծիծեռնակը սկսվում է Վաղարշապատ համայնքից։ Պարոն Սիմոնյանի համայնքապետ լինելով մենք քայլ առ քայլ գալիս ենք այն եզրակացության, որ այո, իշխանություն ասվածը պետքա մի կողմ դրվի եւ գա զինվորական ուղի անցած բարձրագույն աստիճանի մենք գեներալներ ունենք, չգիտեմ, ես զինվորական կոչումների միջև վերջինը չգիտեմ, բայց մարդիկ, ովքեր զինվորական զինվորից հասել են, դարձել են գեներալներ, իրանցից լավ այս երկրի եւ հողի արժեքը ոչ ոք չգիտի։ Ինչքան էլ պաթետիկ խոսքերով խոսենք հայրենիքի սիրո մասին, մենք այդ պատկերացումը չունենք, ինչը որ այս պահին մեր կուսակցության ներսում Աննան հասկանում, ես չեմ ասում պարոն Սիմոնյանը, պարոն Վարդանյանն է հասկանում, պարոն Սահակյան եղբայրներն են հասկանում, Արմեն Սահակյանն է հասկանում, այսինքն բոլոր նրանք մեր պարաօլիմպիկի հաշվանդամ Կարենը ազգանունը ներողություն չեմ հիշում, ով կորցնելով ոդկը, բայց չի կորցրել հոգու տոկունությունը, այսինքն մարդիկ, որ ղզիկի պես լացել չգիտեն, մարդիկ, որ իրանց ղզիկի նման չեն պահում, այլ անցած ուղի ունեն, այսօր իրանք գիտակցաբար գնում են այդ քայլին, իսկ ով ասում, որ այդ մարդիկ ընտանիք չունեն, իրանց սպասող երեխա ու կին չունեն, բայց այս ամեն ինչը թողել են մի կողմ, եկել են կանգնել ժողովրդի կողքին, իմ խնդրանքն է մեր ժողովրդին, մեր ազգաբնակչությանը, որպեսզի կարողանանք այս մարդկանց երբևէ ասենք շնորհակալություն, ընդամենը մեր քվեն տանք, իսկ հետո, մեկ տարի հետո, նաև պահանջենք։ Զենֆերը շատ ուրախ էի մեր հանդիպման համար, Ես նույնպես շնորհակալություն։ Շատ հաճելի զրուցակից եք եւ շատ համարձակ, զգուշ եք։ Չէ, կյանքը մի անգամ եմ ապրում, անկեղծ եմ ասում։ Տղաներս Հնդկաստանի Կալկաթա քաղաքում են սովորում, ասեմ, որ բացարձակ գերազանցիկներ են, ասեմ, օլիմպիադա։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայկական հայոց մարդասիրական ճեմարանում, ակադեմիա, այո, այնտեղ իրենք սովորում են Հայր Տաճատ Նադավթյան իրենց հոգևոր տեսուչը առաջնորդը ամբողջությամբ երեխաները դաստիարակվում են հայեցի հայ ոգով եւ քաջությամբ, համարձակությամբ տիրապետում են անգլերեն լեզվով ակրթությունը, բայց պարտադիր անցնում են հայոց լեզուն, ունենք հայ ուսուցիչներ, հատկապես Տիկին Փիրումյանը, որ ամբողջությամբ ապրում է հայոց պատմության ուսուցչուհին եւ երեխաներին այդ հոգու տոկունջ մենակ հայաստանցի չեն, ամբողջ Սփյուռքի երեխաներն են այնտեղ սովորում, հայերեն խոսել են սովորում։ Այդ մարդկանց մասին պետքա, ովքեր լուռ արել են, իսկ այդ ամեն ինչը նույն Վահեփար Հայրապետի տնօրինությամբ է լինում։ Երեխաները ամեն յուրաքանչյուր երեխայի վրա $25,000 Վահեփար Հայրապետը այո, եկեղեցին յուրաքանչյուր ուսանողի վրա կեցության, առողջության, ուսման վրա է ծախսում։ Դե թող իշխանությունները լսեն թե իշխանությունները նախ իրանք այդքան չկան իշխանությունները որ գրողի ծոցն էին երբ կորոնայի ժամանակ Վահեփար Հայրապետը 40 միլիոն դրամով վարձեց ինքնաթիռ որպեսզի Հնդկաստանից երեխաներին բերի հասցնի տուն ուղիղ չվերթով ասեմ Հնդկաստան Երևան ուղիղ չվերթ չկա կա միայն Դուբայ Երևան, Դուբայ եւ Հնդկաստան, բայց ինքը ուղիղ չրվերթով 40 միլիոն ցելի ինքնաթիռ վարձեց, որ երեխեքին անփորձանք բերեր մեզ հասցներ։ Իսկ իրանք այստեղ ինչքան մարդկանց գլուխ կերան։ Այդ մասին խոսացող չկա։ Միայն չասես քանի միլիոն կերան նաեւ։ Գրողի ծոցին ուտեն իրանք քթերից գաթափի։ Այնքան սրբապիղծ են, որ այսօր եկեղեցին են պղծում։ Լավ, ձեր դարդերը չբորբոքեմ, շնորհակալ եմ այսօրվա համար։ Սերի բարեկամներ, դե վեց երեխաների մայր Զենֆերա Հովսեփյանն էր մեր հյուրը։ Նա իրավունք ունի խոսելու ամեն ինչի մասին եւ թող իշխանությունները ըմբռնումով մոտենան այն քննադատությանը, ինչը հնչում է այս կնոջ բերանից։ Ես ուզում եմ ձեզ էլ մաղթել հաջողություն, տոկունություն, լավ մնացեք եւ ամենակարևորը առողջ։ Այսօր այսքանը ցտեսություն։ Շնորհակալություն։